Հարգելի գործընկերներ, ես նույնպես կողմ եմ, սակայն ես ունեմ մեկ առաջարկություն։ Ես հարց հնչեցրեցի, այսինքն գրավոր հարցերի կրճատման հետ կապված կողմ եմ, բայց առաջարկություն ունեմ խմբակցություններում չընդգրկված падգամավորների համար, որովհետև 5 падգամավորից ավել այս պահին մենք ունենք խմբակցություններում չընդգրկված падգամավորներ, դա նշանակում է այս պահին եղած փոքր խմբակցությունից էլ ավելի մեծ թվով խմբակցություններում չընդգրկված падգամավորներ կան։ Ես առաջարկում եմ, որ այս հերթականության մեջ լինի նաև մեկ падգամավոր խմբակցություններում չընդգրկվածներից, որովհետև մյուս տարբերակով, եթե հաշվարկում ենք, ապա խմբակցություններում չընդգրկված այդ падգամավորները զրկվելու են հարցեր տալու հնարավորությունից։ Մոտավորապես ժամանակահատված հաշվենք 7, այս պահին 7 падգամավոր կա, այսինքն եղած փոքր ֆրակցիաներից շատ։ Դա համար պարոն Պողոսյան, ես գրավոր կտամ, գոնե մեկ падգամավոր իրավունք ունենա մյուս խմբակցությունների հետ մեկ հարց հնչեցնելու։ Ինչ վերաբերում է ընդհանրապես մոտեցմանը գրավոր հարցերի կրճատման։ Տեսեք, ես ուղղակի զարմացած եմ, եթե հանրապետական խմբակցությունը ասի, որ մենք դեմ ենք այս նախաձեռնությանը, դուրս է գալիս, որ նաև դուք դեմ եք լինելու սահմանադրական բարեփոխումներում այդ կետին, որովհետև այնտեղ ամրագրված է, որ գրավոր հարցերը ընդհանրապես դուրս է գալիս։ Եվ այսինքն բարեփոխումներ, որը որ լինելու է հետո, հիմա նախագծեր են գալի խորհրդարան դրանց միտված, եւ այդ նախագծերը հենց այդ խնդիրների լուծմանն են միտված։ Պետք չի սպասել, որ սահմանադրությունը ընդունվի կամ չընդունվի։ Նույն բանը կարող եմ ասել երեկվա մերժված վարչարարության մասին նախագծին, այսինքն ասել, որ հիմա բաներ կա մենք դեմ ենք, դա չենք քննարկում, բայց եկեք սպասենք սահմանադրությունը անցնի նոր, ես կարծում եմ դա լավագույն ոչի քարոզարշավն է, այսինքն ամեն օր նման նախագծերը այստեղ մերժելը, դա ուղղակի ոչի քարոզարշավ է, եւ այդ ոչի քարոզարշավը այս պահին իրականացնում է քաղաքական մեծամասնությունը։ Ուղղակի ես տեղեկացնում եմ ձեզ, օրինակ մարդկանց արտադատական կարգով սեփականազրկումը դա ոչի քարոզարշավ է։ Մարդկանց ամեն քայլափոխին տուգանելը, 2 անգամ բանը տուգանքը ուղարկելը, 2-3 անգամ բանկի հաշվի վրա կալանք դնելը, չգիտեմ, պետական ծախսերը չկրճատելը, բյուջեի նախագծի հետ կապված ելույթ կունենամ կասեմ, այս բոլորը ինչ որ այսօր ամեն օր արվում է, այդ ամեն ինչը ոչի քարոզարշավ է։ Ընդհանրապես պետք չի որ մարդիկ ոչ քարոզեն, ամեն օր ոչը քարոզվում է։ Այստեղ է քարոզվում, մարզերում է քարոզվում, համայնքներում է քարոզվում եւ դա քարոզում են իշխանության ներկայացուցիչները։ Սա լավագույն ինդիկատորն է ոչի քարոզման, դա համար ես ուղղակի իմ գործընկերներին շատ հարգարժան ուզում եմ խնդրել, որ նրանք իրենց դիրքորոշումը պահեն, այսինքն եթե դուք այոյի կողմնակիցներ եք, պահեք այոն, որովհետև սա այոյից հետ կապված նախագիծ է։ Շնորհակալություն։